օրենքով, քանի որ նախատեսված է պարտադիր բաղադրիչը, որը որ պետք է կիրառվի հունվարի 1-ից 14 թվականի, նա զգալիորեն պակասեցնում է անձանց կողմից ստացվող եկամուտները եւ զգալիորեն վատթարացնում է սոցիալական վիճակը, ապա այն գաղափարը, որ այն ավանդույթը, որ ստեղծված է հասարակության մեջ, որ չափահաս եւ աշխատունակ քաղաքացիները հոգում են իրենց տարեց ծնողների պահանջները, այլևս մենք չենք կարողանալու ամբողջությամբ իրականացնել բազմիցս թերություններ ունի օրենքը, ուզում եմ հիմնականում կենտրոնացնեմ ձեր ուշադրությունը երկու մասերի վրա, առաջինը դա կիրարկելիության եւ այդ պարտադիր բաղադրիչը որպես գաղափար եւ որպես նորմ պարտադրանք, հա, այդ հարցի վրա, որի վրա մենք կենտրոնացել ենք այս պահին, քանի որ ամսի 1-ից դա անհատապես ազդելու է բոլորիս վրա, եւ երկրորդ մասը վերաբերում է այդ վճարումների վերադարձելիության խնդրին։ Երեկվա որոշմամբ, աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը արդեն քննության է առել դիմումը, որտեղ որ վիճարկվում է, պետք է որոշվի քննության ժամանակ վիճահարույց կետերի սահմանադրականությունը։ Նախաձեռնող խումբը միջնորդել ենք նաև, որպեսզի օրենքի կիրարկությունը պարտադիր վճարների մասով կասեցվի մինչև դիմումը ըստ էության քննվի եւ Սահմանադրական դատարանը իր կարծիքը հայտնի կետերի սահմանադրականության վերաբերյալ։ Շատ կարևոր է հասկանալ, այս օրենքը ոչ մի ձև չի առնչվում ներկայիս թոշակ ստացողների հետ։ Այսինքն այն փաստը, որ կառավարությունը նշում է, մենք ունենք ցածր թոշակներ, օրենքը ընդունում ենք, որպեսզի ստանան բարձր թոշակներ, դա ընդհանրապես կապ չունի օրենքի հետ։ Այսինքն այս օրենքով մարդիկ ստանալու են թոշակ մոտ 23 տարի հետո։ Այնինչ հենց այս տարվա բյուջեով, գալիք տարվա 2004-ի բյուջեով, երբ որ մենք նայում ենք համեմատում ենք 2013-ի ու 14-ի բյուջեները, սոցվճարումներին ծերության, ոնց էր կոչվում, սոցիալական պաշտպանության բաժնի ծերության խմբին հենց հատկացումները ավելացել են մոտ 50-55 միլիարդով։ Երկրում բնականաբար կա ծերացում, բայց դա ոչ թե ծնելիության պակասի խնդիր է, դա արտագաղթի խնդիր է։ Մենք ունենք արտագաղթի խնդիր եւ դա օրհասական է մեր երկրի համար։ Եվ այդ փաստը ընդունել, որ երկիրը ծերացնում է որպես ակսիոմ, որպես հիմնակետ եւ դրա հիման վրա կառուցել հետագա քայլերը, նույնպես անտարամաբանական է եւ նույնիսկ այն թույլատրելի, որովհետեւ մենք ունենք խնդիր։ Այսինքն մենք ունենք հիվանդ օրգանիզմ, որը պետք է բուժել։ Իսկ կառավարությունը համարում է, որ հիվանդ է, բայց ասում եք դագաղ կառուցենք։ Այդպես չի կարելի անել։ 12 թվականից սկսած ունենալու ենք կենսաթոշակառուների թվի կտրուկ աճ, արդեն իսկ ունենք, բայց փոխանակ մտածենք դրանց ոնց ապահովենք, պետությունը բյուջեից լրացուցիչ գումարներ է դուրս հանում ու ասում է, որ գումարը նվազեցնելով շատ մարդկանց ավելի շատ թոշակ եմ տալու։ Տրամաբանություն ես չեմ տեսնում այդտեղ ու չի կարող լինել ընդհանրապես այդտեղ տրամաբանություն։